Հայաստանի էլեկտրական ցանցերը զրկվել են լիցենզիայից։ Ճիշտ եմ արտասանում տերմինները, հա, դա այդպես պետք է ասել։ Ինչ է դա ենթադրում եւ ինչ է նշանակում սրանք։ Ես կարծում եմ Հայաստանը առանց հոսանք չի մնա, առասարակ իհարկե, բայց դա քաղաքական երևույթ է, բնականաբար մենք հասկանում ենք։ Իմ կարծիքով հանրության համար որևէ լուրջ փոփոխություն չի ունենա նման Հայաստանի տնտեսության համար։ Կարծում եմ ոչ էլ Հայաստանի տնտեսության համար իրականը, որովհետև հեծը ինքը մի փոքր առանձնացված կառույց է, բիզնեսից դուրս, ինչ որտեղ նաև քաղաքականացված, համար իմ կարծիքով տնտեսություն չի դուրժի դրանից։ Ինչ ենթադրել, հետագան ինչպեսին կլինի, 3 ամսյա ժամկետ են նշվում, հա։ Այդ 3 ամսյա ժամկետում ինչ պետք է որոշվի։ Եվ եթե չորոշվի, ինչ է ենթադրում դա։ Կարծում եմ կառավարումը միևնույնն է կփոխանցեն այլ կազմակերպությանը, բայց դա իմ ուղղակի կարծիքն է, անկեղծ ասած այլ կազմակերպության։ Կարծում եմ, այո, դա այլ սեփականատեր, այսինքն այլ կազմակերպության ինձ թվում է, ոչ թե սեփականատեր, բայց գիտեք ոնց է, ես նորից կրկնեմ, քանի որ հեծը բիզնեսից դուրս է, այն ամենօրյա բիզնեսից մենք չենք կարող եւ ոչ վերահսկել, ոչ հասկանալ իրենց process-ները, դրա համար ստեղ ես ավելի շատ ձեռնպահ կմնամ որոշակի կարծիք հայտնելու կամ գնահատական տալու։ Չէ, բայց գոնե պրոցեդուրալ մասով կարող եք ասել մրցույթի մասնակիցներ, թե չկա այդպիսին տածական։ Անկեղծ ասած մենք չենք հետևում այդքան խորացված նման հարցերին, որտեղ մենք այսօր ունենք մեր համար ավելի կարևոր խնդիրներ, լուծման առևտրաարդյունաբերական պալատը նկատի ունեմ, ուղղակի հետևում ենք ոնց որ մնացածը նորությունները։ Վստահ եք տնտեսական ռիսկեր չեն առաջանում։ Կարծում եմ ոչ։ Դե որ չեն առաջանում, ուրեմն գանք երկաթուղային մատակարարումների վերականգնմանը, թե դեռ ոչ, դա փորձնական, այսպես ասած, ակտ էր, որին պետք է հետևի քաղաքական ավելի լուրջ որոշումներ։ Գիտեք ոնց կարելի է ասել, որ երկաթուղային ճանապարհը մասնակի վերականգնվել է։ Քանի որ երկու գնացք բարձված ծորենով արդեն Հայաստանը ընդունել է եւ կընդունի, այսինքն ծորենի հետ կապված ամեն դեպքում գնացքները բարբերաբար գալու են Հայաստան։ Երկաթուղային նոր ճանապարհը վերականգնման փուլում է գտնվում, ասենց եկեք անվանենք։ Երկաթուղային։ Առայժմ միայն երկաթուղային։ Այո։ Ինչ որ բան խանգարում է մյուս քայլերը անելու։ Իսկ թվում է ժամանակա պետք ուղղակի։ Իսկ ինչու միայն ծորեն։ Ծորենը դա ալֆա կատեգորիայի ապրանք է Հայաստանի համար, կարևորագույն։ Կարծում եմ ուղղակի քաղաքական որոշում է կայացվել սկսել ծորենից։ Բայց ես տեղյակ եմ, որ այս պահին բանակցություններ են վարվում նաև այլ ապրանքներ մատակարարման մասին։ Ուղղակի մենք ունենք բավականին բարդ երկար ճանապարհ անցնելու, մինչև կարողանանք լիարժեք վերականգնել դա, որովհետև կունենանք բազմաթիվ բարդություններ իրականում, հեշտ բան չի, հեշտ ճանապարհ չի, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ, որոնք մենք բոլորս միասին պետք է փորձենք լուծենք։ Տողատակը ո՞րն է ձեր ասածը։ Իրականում տողատակ չկա, ուղղակի գիտեք ոնց է, զուտ կազմակերպչական հարցն է բավականին բարդ, տեսեք, մենք 30 տարի չենք շահագործել երկաթուղային ճանապարհը այս, այո, փլուզումից հետո եւ կա բավականին մեծ քանակի բիզնես նյուանսներ, առաջի հերթին լոգիստիկայի կազմակերպման հարցում, հա։ Այսինքն եկեք մի պահ պատկերացնենք, որ մյուս ապրանքների համար ճանապարհը բացվել է, գնացքները սկսում են գալ դեպի Հայաստան։ Ինչ ենք մենք հետ ուղարկելու։ Դուք կանխեցիք իմ հարցը։ Այսինքն մենք այդ երկաթուղին Ադրբեջանը չի բացել միայն Հայաստան ապրանքներ ներկրվելու համար։ Ենթադրվում է, որ իհարկե հետադարձ ճանապարհն է բացվելու, մենք ուղիղ կոնտակտի մեջ ենք եւ աշխատում ենք Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարության հետ եւ փորձում ենք մեր աջակցությունը ցուցաբերենք, որպեսզի կարողանան իրենք ստաբիլացնել ճանապարհը։ Բայց ամեն դեպքում ես խնդրեմը տեսնում եմ, եկեք մի հատ զուգահեռ անցկացնենք, լավ։ Մոտ մի 5-6 տարի առաջ բացվել է նոր երկաթուղային ճանապարհ դեպի Վրաստան, Չինաստանից։
երկու գնաց կա ընդամենը այսքան ժամանակահատվածին երկար տարիների ընթացքում եկել ու Չինաստանից ենթադրում եմ Ռուսաստանով է մտել, չէ՞ վերջում։ Այո, հա, ու տեսեք խնդիրը ինչումն է այստեղ, քանի որ չկա ստաբիլություն, իսկ երկաթուղային գիծը պահանջում է առաջի հերթին ստաբիլություն։ Այսինքն գնացքը գալիս է, հավաքագրվում են բեռերը, բայց հետադարձը չի կազմակերպվում։ Հիմա եթե նույն զուգահեռ անցկացնենք դեպի Հայաստան, Այսինքն հետադարձը դուք նշեցիք Վրաստանից դեպի դուրս։ այո, հակառակ ուղղություն է։ Այսինքն նույն ռիսկի առաջ մենք կարող ենք կանգնել։ Մենք ոչ թե կարող ենք, այլ հաստատ կանգնելու ենք։ Դա արդեն ակնհայտ երևում է եւ դեռ հələ մենք դրա լուծումը չենք տեսնում։ Նոր փորձում ենք ստեղծենք աշխատանքային խումբ երկար գծի ղեկավարության եւ մասնագետների հետ, որպեսզի փորձենք կազմակերպենք դա։ Լավագույն երևի տարբերակը կլիներ նա, եթե ինչ որ մի ժամանակ, թեկուզ կարճ ժամանակ, բայց սուբսիդավորվեր հետադարձ ճանապարհը կառավարության կողմից, պետբյուջեի կողմից, բայց ես համոզված չեմ, որ դա կիրականացվի։ Այսինքն տեսեք խնդրեմը ինչումն է։ Գնացքը եկավ, բեռները եկավ։ Եթե ինքը դատարկ է հետ գնալու, հիմա եկածները դատարկ են հետ գնացել։ Եկածները դատարկ են հետ գնացել, այո։ Բայց այստեղ ունենք որոշակի առանձնահատկություն, որովհետև ցորենի վագոնները տարբերվում են կոնտեյներներից, հա, այսինքն իրանք պետքա էլի նմանատիպ ապրանքով պետք է բարձվեր, դա այս պահին այս փուլում անհնարին է։ Բայց երբ որ մենք կհասնենք նրան, որ մենք կստանանք կոնտեյներային գնացք, բեռնատար, մենք միևնույն է խնդիր կունենանք, որովհետև տեսեք, մենք այս պահին Հայաստանը պատրաստ է երկաթգծով ներմուծի ալֆա կատեգորիայի ապրանքներ, որոնց մեջ մտնում են ձեթը, հալուրը, ցորենը, կրուպեղենը, շաքարավազը եւ այլն, հա, մեծ քանակի։ Հետադարձը մեծ քանակի մենք չենք կարող կազմակերպել, այսինքն մենք այստեղ գործ ունենք բազմաթիվ գործարարների հետ, որոնք որ փոքր քանակի ապրանքներ են հետ ուղարկում։ Եվ այստեղ ունենում ենք խնդիր ստաբիլության եւ իրանց հավաքագրելու։ Այսինքն ես sense եմ պատկերացնում դեռ էլի ամենահարմար եւ արագ ճանապարհը նա կլներ, եթե դա հետադարձը սուբսիդավորվի որոշակի ժամանակ, միջև կգանք ստաբիլության, այսինքն ամսական կլինի, չգիտեմ, 10 գնացք, 20 գնացք, երբ որ գա ու հստակ լինի իր հետադարձ ճանապարհները, փոքր քայլերով կլցնենք եւ ապրանքները հետ կուղարկենք։ Շատ տրամաբանական է ձեր ասածը, բայց այն գործարարները, ովքեր օգտվում են լարսից եւ լարսում ամիսներով հերթ են կանգնում եւ հանդիպում աստված գիտի ինչ խոչընդոտների, նրանք չեն կարող արագ որոշում կայացնել։ Միանշանակ կարող են, ես դες ասեմ ավելին, արդեն ունենք հարցադրումներ նմանատիպ գործարարների կողմից, մասնավորապես խմիչքի հետ կապված, օրինակ գիտեք խնդրեմա արտահաները եւ այլն, բայց տեսեք մի գնացքը ինքը մոտավորապես 20-25 բեռնատարի մասին ենք խոսում։ Մի սաստավի մեջ այդքան է տեղավորվում։ Այսինքն 20-25 բեռնատարի ապրանք մեկ տեղում, մեկ պահին պետք է հավաքագրել եւ ուղարկել։ Խնդիրը մեր ծավալ ապահովելն է, Այո, ծավալ ապահովելն է, բայց մենք այդ ծավալը իրականում ունենք, ուղղակի ունենք բազմաթիվ գործարարների կողմից, ումը որ մենք խնդիր ունենք հավաքագրելու, համախմբվելու եւ փորձել ժամանակի մեջ տեղավորացնելու։ Այստեղ այդ ստաբիլության մասին է խոսքը գնում։ Լարսում ինչ կփոխվի։ Եթե Աստված հաջողի, որ փոխադարձելիությամբ այդ երկաթգծերը հաջողվի աշխատացնել։ Լարսի աշխատանքը կթեթևանա հայկական բեռնատարների տեսանկյունից, նախ եւ առաջ ցորենի մասով էլ արդեն ինքը որոշակի բեռնաթափվում, բայց դա իհարկե փոքր քանակ է։ Երբ որ մենք ամբողջ ցորենը գալիս էր ավտոմեքենաներով։ Այո, հա։ Հիմա կգա երկաթողով։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ինքնարժեքի վրա արդեն ազդեցություն կունենա։ Արդեն իսկ ազդեցություն կա, դրական ազդեցություն արդեն ունենք։ Եթե մենք կարողանանք հետադարձը ապահովել, ել ավելի էժան կգա բեռները։ Տեսեք, միջազգային լոգիստիկայի մեջ երկաթգիծը ինքը միջին օղակն է կազմում, այսինքն ինքը ավելի թանկ է, քան ծովայինը, բայց ավելի էժան է, քան ցամաքային, այդ բոլոր տեղերը տենց է։ Բայց ստե նաև շատ կարևոր նյուանս կա, դա ինքը ունի շատ ստաբիլություն, այսինքն եթե լոգիստ կազմակերպությունը հնչեցնում է պայմանական 2 շաբաթ, ուրեմն գնացքը 2 շաբաթում տեղ է հասնում։ Իր վրա չի ազդում ոչ մի խնդիրներ կապված, չգիտեմ, եղանակային պայմաններից կամ